Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ է նոր խորհրդարան եկել, որը 22 օրվա ընթացքում նույնիսկ ամբողջությամբ կազմավորվել դեռ չի հասցրել։ Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն ազգային ժողովն առայժմ մի կողմ է դնում, լսելու Փաշինյանի կառավարության ծրագիրն առաջիկա 5 տարիների համար։ Շնորհակալ եմ շատ։ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության հռչակագրի ընդունման հաջորդ օրն է Փաշինյանն իր ելույթը հենց այստեղից է սկսում։ Չորրորդ հանրապետությունը տեղավորում երրորդի մեջ։ 1990 թվականի անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով։ Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության եւ որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը եւ ժողովուրդը այդ որոշումը հաստատել է։ Փաշինյանը գիտի խաղաղությունը փլուզելը հեշտ գործ է, բայց գիտի նաև, որ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը, ինչպես ինքն է ձևակերպում, դեռևս չի լուծել հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող առանցքային նշանակության հարցերը։ 20 գերիներ Բաքվի բանտում են, Ադրբեջանի զինված ուժերը տնավորված ինքնիշխան իր խոսքով իրական Հայաստանի հողերում։ Այստեղ է, որ հասնում է հայ առաքելական եկեղեցուն, պնդում, որ կիրակնօրյա պատարագին Արցախի համար աղոթքը խլում է խաղաղության հիմքերը, թեպետ դրանից հետո էլ Սուրբ Սեղանից խաղաղության համար է աղոթք հնչում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, խաղաղության համար աղոթել պետք չէ, այլ պետք է տեր կանգնել դրան։ Հենց եկեղեցում էլ սահմանադրականության խնդիր կա, եկեղեցու կյանքը, եկեղեցու սահմանադրությանը եւ կանոններին համապատասխանեցնելը։ Եվ ահա խորհրդարանական ընդդիմության առաջին բոյկոտը Փաշինյանի հետ առաջին առերեսման է։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսին ավազանի անունով կոչեց։ Ընդդիմադիրների հարվածը սեղանին չուշացավ տեղում միանգամից։ Երբ խորհրդարանում թեժացած կրքերը պարփվում են, հասնում է Փաշինյանի հետ հարցուպատասխանի պահը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջիկա 5 տարիներին ցանկություն չունի հապկ վերադառնալ։ Ավելին ուրախ կլինեն, եթե ռազմաքաղաքական դաշինքից մեր երկրին հեռացնեն։ Փոխարենը ԵԱՏՄ-ի հետ ապահարզանի շեմին հասած գործադիրում նպատակ ունեն ներդաշնակեցնել եվրոպական եւ եվրասիական տնտեսական միությունների ստանդարտները։ Ընդդիմադիր падգամավորը Փաշինյանից ուղիղ պատասխան է պահանջում, ինչ մեխանիզմներով։ Եվ արդյոք կենտրոնների կարգավորող կենտրոնների կողմից այդ հարմոնիզացիան պիտի լինի ընդունելի։ Կարելի է շեմեր սահմանել այնպիսի, որ համ Եվրասիական տնտեսական միության համար լինի ընդունելի, համ ԵՄ-ի։ Պատերազմից հետո Փաշինյանը պնդում էր, որ անկլավների հարց հայ-ադրբեջանական բանակցություններում չկա, հիմա նույնիսկ հրաժարվում է Տիգրանաշեն գյուղը հայկական այս անվանումով կոչել։ Կոնկրետ կասեք, այդ ինչ փաստաթուղթ ձեզ տվեցին, Մհեր Գրիգորյանին տվեցին, որ դուք այլևս անթակույց հրապարակային խոսում եք Տիգրանաշենը հանձնելու մասին։ Դա այն քարտեզն է, որով մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք։ Թեման ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարն է շարունակում։ Իլհամ Ալիևը այլ բան է խոսում, դուք այլ բան։ Երբ են իրանք վերադարձնելու մեր հողերը Պարավաքարում, Գորիսում, Ջերմուկում, Ինչքան մենք այս հարցի նյարդը զրոյացնենք, այդքան այդ հարցը կլուծվի շատ պարզ տեխնիկական լուծումով։ Այդ տարածքները փոխադարձաբար մենք սահմանի երկայնքով կփռենք։ Սիրելի Տիգրանաշենցիներ, մենք այսօր քննարկում ենք ձեր տների հարցը։ Դուք այս ընտրություններուն քվեարկել եք, ավելի շատ ձայն եք տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քան ուժեղ Հայաստանին։ Այդ պատճառով այսօր մենք քննարկում ենք ձեր տների հարցը։ Ընդդիմությունում կարծում են կառավարության մինչև 2031-ի ծրագիրը խնդրահարույց է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։